Շնորհակալություն այս կարևոր թեման քննարկման առարկա դարձնելու համար։ Ես իմ խոսքը ուզում եմ սկսել գեներալ Արշակ Կարապետյանի երեկ արտահայտած մի մտքով, որ այն ազգը, որը չի կարողանում պաշտպանել իր սպային, իր բանակին, դատապարտված է։ Ինչու էր սա ասում գեներալ Արշակ Կարապետյանը երեկ Իզվեստիա մամուլի կենտրոնում ռուս եւ հայ լրագրողներին հարցազրույցի ժամանակ, որովհետեւ նա երկրորդում էր, որ բոլոր, որպես նաեւ պաշտպանության նախկին նախարար, երկրորդում էր, որ բոլոր գեներալները, սպաները, ովքեր մասնակցել են 44 օրյա պատերազմին, Փաշինյանական իշխանությունը բոլորի վրա քրեական գործեր է հարուցել։ Բայց այստեղ պարոն Կարապետյանը մի շատ կարևոր հարց բարձրացրեց. ով պետք է կամ ինչպես ու երբ պետք է քրեական գործ հարուցվի Նիկոլ Փաշինյանի վրա, ով շատ ու շատ Արցախի տարածքներ առանց որևէ կրակոցի հանձնեց թշնամուն։ Թշնամուն հանձնեց ամբողջ պաշտպանական բանակի արխիվը, թշնամուն հանձնեց ողջ տեղեկատվությունը, թշնամուն հանձնեց միլիարդների զենքն ու ռազմամթերքը, երբ եւ ով պետք է նրա վրա քրեական գործ հարուցի։ Մենք հասկանում ենք այս քրեական գործերի իմաստը, շատ լավ ենք հասկանում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բոլոր հրահանգները, բանակը կազմաքանդելու, կազմալուծելու հրահանգները ստանում է Բաքվից եւ Անկարայից։ Մենք այստեղ չունենք հայկական իշխանություն, մենք ունենք Բաքվի եւ Անկարայի թրքական ներկայացուցիչներ։ Իրենք, ես գիտեմ, այդ բառից շոյվում են։ Ասում են, եթե չեք հայոյում, մենք շոյվում ենք։ Հիմա ասում եմ, դուք թրքական ներկայացուցիչներ եք այստեղ, որովհետև ձեր յուրաքանչյուր որոշում հայոց բանակի հետ առնչվող տանում է այսօր միայն բանակի կազմաքանդմանը։ Տեսեք, Ալիևը չմասնակցեց Մոսկվայի 80-ամյակի շքերթին, բայց ուղարկեց իր զորքը։ Քանի որ սա հրահանգ ունի կազմաքանդել բանակը, չսպառազինել բանակը, վախից անգամ մեր բանակը այնտեղ չմասնակցեց շքերթին, մեր զինվորները այնտեղ չմասնակցեցին շքերթին։ Սա ոչ թե որ մենք չունենք այդ զինվորները, մենք շատ լավ զինվորական սպայական կազմ ունենք, պարզապես Նիկոլ Փաշինյանը ամեն օր իր պատմության ուսուցչի հետ ջլատում է հայոց բանակի ուժերը։ Ամեն առիթ բաց չեն թողնում ջլատելու հայոց բանակի ուժերը։ Տեսեք, վերջին խոսեց Տիկին Անահիտը վերջին օրենքի մասին, փողով բանակ չծառայելու մասին, սա նման է փողով դիպլոմ առնելու մասին։ Որովհետև եթե դու գնում ես, դու չես սովորում, բայց պապատ լավ փող ունի, դու գնում ես դիպլոմ ես առնում, հիմա դու գնում ես եւ զինվորական գրքույկ ես առնում։ Սա բանակը կազմաքանդելու, բանակը վերացնելու եւ մեզ թշնամու ոտքի տակ մտցնելու լավագույն օրինագիծն է։ Ում հետ է քննարկվել այս օրինագիծը։ Արդյոք այս օրինագիծը հանրային քննարկման է դրվել։ Ոչ։ Միայն երեք տեսանք, որ արդեն իրենք ասում են, այ 20 միլիոն կտան, այս պարագայում 18 միլիոն կտան, մենք հասկանում ենք շատ լավ, որ այս իշխանության համար հերոսը հարկատուն է, հերոսը իրենց փող մուծվողն է։ Հիմա իրենք բանակը դարձնում են փող մուծվողների համար մի օջախ, ունես փող մուծվի մի ծառայ, սա ոչ միայն հարված է բանակին, սա ոչ միայն հարված է մեր անվտանգությանը, սա հարված է նաև Սփյուռքին։ Այն, որ մարդիկ մտածում էին, դե կգան, կծառայեն, հայրենիքի հետ շփում կունենան, սա ասում է, դուք կարաք փողը տակ ու մնաք այդ երկրում, դուք կարաք ոտք չդնեք այս երկիր։ Մի ամիսը դա ծիծաղելի բանակում ծառայացներ են, այստեղ պարոն Բազարյանը, Արսենը, մյուսները շատ լավ գիտեն, ինչ է նշանակում մեկ ամիս ծառայություն եւ ունենալ զինվորական գրքույկ։ Սա ուղղակի ամոթ է եւ ես հիմա, քանի որ մենք քննարկում ենք այս թեման, ես կարծում եմ, որ մենք առաջիկայում պետք է լուրջ գործողություններ իրականացնենք հենց այս օրինագիծը չընդունելու համար։ Լուրջ գործողություններ, որովհետեւ սա բանակը Թուրքի կրնկի տակ մտցնելու գործողություն է, ել չեմ ասում Սփյուռքին ընդհանրապես Հայաստանից կտրելու գործողություն է։ Եվ սա նաև
աբիժնիկների գործողություն է։ Մենք ասում ենք դասալիք եք, հիմա իրենք դասալիք են, իրենց զավակները դասալիք են, եւ որպեսզի այդ դասալիքները կարողանան այսպես պարզ ճակատով նայեն որևէ գեներալի, որևէ սպայի, որևէ զինվորականի, իրենք կնայեն այսօր, որովհետև իրենք այլևս դասալիք չեն։ Իրենք զինվորական համազգեստը փորձում են դարձնել աղքատի համազգեստ։ Այսինքն, եթե դու աղքատ ես, դու կհակնես այդ համազգեստը։ Եթե դու փող ունես, դու այդ համազգեստը չես հակնի։ Բայց դուք եւս ծառայած տղաներ եք, ես շատ լավ գիտեմ ծառայած տղաների հոգեբանությունը, սերը առ մեր երկրի սահմանները, սերը առ մեր հայրենիք, այդ տղաները այդ հագուստի մեջ զգում են, շատ բան են զգում։ Երբեք որևէ դասալիք իշխանություն չի կարող գալ եւ նվաստացնել եւ մեր համազգեստը եւ ծառայած տղայի ինքնասիրությունն ու արժանապատվությունը ուղղակի չի կարող եւ մենք պետք է թույլ չտանք, որովհետեւ նորից եմ ասում, սա ոչ միայն բանակը կազմաքանդելու, այլ Հայաստանը թուրքի կրնկի տակ մտցնելու օրինագիծ է։ Այ հիմա ես ճանապարհին գալուց կարդում էի մի վիլեն կար, կհիշեք, հարբած Գյումրիից տեսան եւ այդ տղային մանդատազրկեցին, որովհետեւ շփոթվել ասել էր 26-ին Նիկոլայ այլևս իշխանություն, չէր շփոթվել, իրականությունը հարբած էր եղել, ասում է ճիշտ բանը հարբած մարդուց կլսես, ասել էր չի լինի իշխանության։ Հիմա այս տղան այսօր ստատուս է գրել, թե ես կողմ եմ, այո, այդ նախագծին, որովհետեւ դասալիքները այլևս կաշառք չեն տա։ Հիմա ես հարցնում եմ քեզ, դասալիքների խմբակի անդամ, դուք ձեր որդիներին, ես ընտանիք գիտեմ Նիկոլ Փաշինյանի խմբակցության մեջ դրա մասին անդրադարձել եմ, որի 3 տղաները, 2-ը իր տղան եւ 1-ը եղբոր տղան 18 թվականից պիտի զինծառայության լինեին, որևէ մեկը չի ծառայել։ Հիմա հարցնում եմ, ում է փողը տվել ինքը, ում է կաշառել, Նիկոլին, քեզ, դասատու Պապիկյանին, թե որ ում է տվել նա կաշառքը։ Դե գնացեք ու տեսեք, մամուլը բազմաթիվ հրապարակումներ է արել, թե ձեր տղաներից արդեն դուք դասալիք եք եղել, քիչ չի քպայականներ, հիմա էլ ձեր տղաները չեն ծառայում։ Մամուլը բազմաթիվ հրապարակումներ ունի, թե քանի տղա ձեզանից արդեն չի ծառայել։ Գնացեք հաթ-հաթ, ես նաև դիմում եմ այս հարցով դատախազությանն ու ոստիկանությանը։ Հիմա հաթ-հաթ տեսեք, ում են փող տվել այս մարդիկ, ում են կաշառել այս մարդիկ։ Ուզում են իրենց պիղծ օրինագծերը մտցնել, չգիտես, կաշառքի, կոռուպցիայի, ինչ-որ այդպիսի բաների տակ։ Ես հիմա, եթե օպերատորը կարողանա, ես մի նկար ունեմ, իմ էջում մի քանի օր առաջ էի հրապարակել, կխնդրեմ, եթե հնարավոր է, ոմն ադրբեջանցի է։ Տեսել ենք, հրապարակել եք։ Ոմն ադրբեջանցի է, եւ այս ադրբեջանցին որևէ կազմակերպության անդամ է, եւ նրա ծննդավայրը ոչ ավել, ոչ պակաս նշված է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղը։ Նիկոլ Փաշինյան վաղը այս ադրբեջանցիները իրենց ծննդավայրը գրելու են քո Իջևանի տան վրա։ Տիգրան Ավինյան, մամայիդ են նորակառույց են մի քանի $1000 տան վրա, գալու են ու գրանցվեն։ Ադրբեջանի եւ Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները երբեք ու երբեք չեն վերանում։ Նրանք երեկ էլ այսօր էլ ասում են, որ մտնելու ենք Երևան։ Իսկ դուք եւ այս օրինագիծն եք ասում եւ բոլորի ուշադրությունից դուրս մնաց, թե ինչպես Արսեն Թորոսյանը ասաց, որ պետք է կազմակերպված ներգաղթանել։ 300,000 ադրբեջանցիների սրանք կազմակերպված ներգաղթ են ուզում անեն։ Սա մեր բոլորիս ամոթն է, որ մենք լուռ նստած հետևում ենք, թե իրենք ինչ հակահայկական քայլեր են անում։ Սա մեր բոլորիս ամոթն է։ Սա ուղղակի պիտի մենք թույլ չտանք։ Այստեղ զինվորականներ էլ կան։ Ես ասում եմ եւ մտածում եմ, որ մենք այս քննարկումից հետո նաեւ կորոշենք քայլեր ձեռնարկել։ Մենք չպիտի թույլ տանք սրանք մինչեւ 26 թվականը, որքան տեսնում ենք խորհրդարանում հայտնված Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը ամեն ինչ անում է, որ Նիկոլ Փաշինյանը ձգի մինչեւ 26 թվականը, լավ, հասարակությունը ինչ է մտածում։ Բա մենք ինչ ենք մտածում։
Մենք ինչքան կարող ենք թույլ տալ այս կարգի նվաստացումները։ Ես կարծում եմ, որ մեր այս հանդիպումից հետո մենք նաև որոշակի եզրահանգման կգանք, շնորհակալություն